Են կլավնի փողոցի կաբող կարճան պնսիգե։ Ավտոները հազար կուկան մտնիկ ելին, անել սաղ տագերը չարտած է։ Սաղ չարտած է, անտերը պային կավտոները։ Տագերը սաղ անցնել տարնելուց լստեղա փոսերը գնանագարետ ես 30-40 սանտի խորություն ունի։ Մոտ 15 տարի այստեղ աշխատող Դարբին Սամվելն ինչ հիշում է, փողոցը այս վիճակում է։ Մեքենաները մայթով ու փոշու ամպերի միջով են անցնում այս ճանապարհահատվածը։ Լավ էլ սիրուն ըստե գործարանը այս ինչա, բայց նյուժել այդ գործարանի ավտոների տերերը չեն ասում ճանապարհ սարքենք։ Լավ, քաղաքապետարանը պետք է անի։ Իրանց ճանապարհը գոնե թող սարքեն առաջ հերթին։ Ո՞նց եկաք հասակետակ մայթով։ Մայթով, հա։ Լավա կամերա չկար։ 1 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհի նախագիծը ավարտական փուլում է։ Շուտով կանցնի փորձաքննություն եւ կսկսվի շինարարությունը։ Այս ճանապարհի վերակառուցմամբ Երևանում կմեկնարկեն կառավարության ներդրումներով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Միջին նորոգումները արվել են, հիմնանորոգումն է առաջինը։ Այս պահին դեռ տենց հստակ ցանկ չկա, չեմ կարող հստակ բան ասել, բայց հիմնականում շեշտը դրվելու է կենտրոնական փողոցների վրա եւ հիմնական այն մուտքերը, որոնք որ դեպի Երևան են մտնում։ Երևանում եւ Գյումրիում տարեկան մինչեւ 50 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը վարչապետի հանձնարարությունն է։ Դրանք ներառվել են 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրերի ցանկում։ 2027 թվականի համար ընթացքում են 50 կիլոմետր հիմնանորոգվող հատվածների նույնականացման եւ պլանավորման աշխատանքները։ Շատ կարեւոր է, որ ՏԱԿ-ի բոլոր կոմունիկացիաները նոր լինեն, որպեսզի եւ շինարարական process-ում եւ հետագայում խնդիրներ չտա եւ դրա պատճառով նոր նորոգված ճանապարհը չքանդենք։ Եվ ջրահեռացումն է, եւ հոսանքն է, եւ այնտեղ արդեն կոյուղիներն է, եւ կապի մալուխներն է, պտղնից գնմադեպի մասի տրանսպորտային հանգույց, այսինքն գնմադեպի Նուբարաշեն, այնտեղ հատված ունենք, որը սողանքային է։ Այս պահին քննարկում ենք այդ հատվածը շրջանցելու հետ կապված հնարավորությունները, ինչպես նաև դիտարկում ենք Կորեայի ձորը Երևանի կողմից արդեն հիմնանորոգելու հարցը։ 50 կիլոմետրի մի մասը կհիմնանորոգվի, մի մասը կենթարկվի միջին նորոգման կախված ճանապարհի վիճակի գնահատականից։ Ճանապարհային դեպարտամենտում նախատեսում են այնպես կազմակերպել, որ այս տարի հասցնեն իրականացնել նաև շինարարության մրցույթները, վաղգարնանը գործը սկսելու համար։ Գյումրիում 14 կիլոմետր ճանապարհի շինաշխատանքները ընթացքում են։ Վերակառուցվող հատվածների մի մասը քաղաքից ելքերն են։ Նորոգվում է Շիրակացի փողոցը, որտեղ առաջացել էր ենթակառուցվածքների հետ կապված խնդիր, փոխվում է կոյուղին։ Աշխատանքներ են տարվում Ախուրիկի հատվածում։ Գյումրիում եւս վերանայվում է հիմնանորոգվող ճանապարհների ցանկը, հասկանալու որտեղ կան ենթակառուցվածքների խնդիրներ։ 2026 թվականի համար Երևանում ու Գյումրիում նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ունենք նաև Երևանում արդեն իսկ կատարված եւ ավարտված շինարարական բուն ընթացք ավարտված միջին նորոգման աշխատանքներ, դա Իսակովի պողոտան է, մոտավորապես 12.5 կիլոմետր ճանապարհ։ Գյումրիում եւս ունենք արդեն ավարտված, որը Օղակաձև այգի է կոչվում, Օղակաձև այգի եւ իր հարակից տարածքները մոտավորապես 650 գծամետր։ Այս փուլում ակտիվ աշխատանքներ են իրականացում եւ Երևանում եւ Գյումրիում։ Այս տարվա ծրագրերով իրականացնելու համար միջինորոգման աշխատանքներ, այս պահին փաստաթղթերի կազմման փուլում են գտնվում Աճարյան փողոցի 5 կիլոմետրանոց հատված, աջ եւ ձախ գոտիները։ Առաջիկա 5 ամիսներին Երևանում նախատեսվում է մոտավորապես 22 կիլոմետր եւս միջինորոգման աշխատանքներ կկատարվի։ Գյումրիում էլ 10-15, դրանք շատ խիստ այտենց հարաբերական թվեր են։ 2026-ին Հայաստանում կատարվել են 26 կիլոմետր ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, 170 կիլոմետրի շինարարությունն էլ կսկսվի առաջիկա օրերին։ Այս պահին Երևան-Սևան ճանապարհի M4 միջպետական ճանապարհի վրա իրականացվում աշխատանքները գիշերային ժամերին, Դարծվաբերդում է իրականացվում։ Ինչ վերաբերում է Ձորախբյուրից Ջրվեժ կիսաքանդ ճանապարհին, որտեղ մայթերն են այս պահին միայն երթևեկելի, եթե եղանակը չխանգարի, կփորձեն այս տարի ասֆալտապատել։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։